Բարև ձեզ, այսօր կփորձենք նորից մի քանի թեմաներ արծարծել, քննարկել մեր մտորումները, մեր վերլուծությունը այդ թեմաների հետ կապված։ Առաջինը ուզեի նորից հետ գնանք այս թեման արծարծվել արդեն ինքներս մեզ կենտրոն տեսնելու կարևոր մտածողությանը և հասկանալ այդ տարբերությունը, թե ինչու մեր մոտ նորմալ պետություն ստեղծելը չի ստացվում, ինչու վերջի 35 տարին գոնե, եթե ոչ ավելի հին շերտերը, վերջի 35 տարին չստացվեց, փաստորեն 26 տարի համեմատաբար խաղաղ ժամանակաշրջան, 3 տարի 91-ից 94 պատերազմ էր, և այս վերջի 6 տարին էլ բոլորը արդեն գիտեն, պատերազմ եղավ, կորուստներ եղավ, այ ինչու։ Ու ցավալին այն է, որ նույն ձևի շարունակ, այսինքն ոչ մի վերանայում սխալների, ոչ մի վերլուծություն, որ այն մակարդակի, որ հասկանան, թե որտեղ էին սխալվել, տեղի չի ունեցել։ Մի քիչ առաջ պատրաստվում էի, ես հիմնականում, որ խոսում եմ, ասենք, չեմ գրում, հարցեր եմ գրում, շպարգարկի նման, հետո նայում եմ, որ այդ թեման անիմաստ չխոսամ, էլի այնքան, որ խոսալու համար, դրա համար, ասենք, իմ համար նոր հարցը ձևակերպելու ժամանակ շատ հետաքրքիր բանի ուշադրություն դարձրեցի, որ ասենք այն մտածողությունը, որ ես արծարծում եմ, ոչ թե որ ասենք չկա, տեսել եմ, ուզում եմ, չէ, ես հենց ինքս տենց եմ ապրում, իմ կյանքում, պարզապես, երբ որ մի բանի մասին սկսում ես խոսած, ոնց է, այն որ ասում է խոսքից խոսք է բացվում, ու ասենք նկատեցի մի հատ հետաքրքիր բան, որ ասենք իմ կյանքում ուր և ինչու հարցերը ինձ չեն անհանգստացնում, ոնց է, ասենք մարդը ապրում է, ու ասենք ուր գնալ, ինչու գնալ, չէ, դրանք ավելի կարևոր հարցեր են իմիջիայլոց, բայց ասենք, երբ որ դու քեզ կենտրոն ես զգում, այդ հարցերը էլ չի առաջանում, ուր գնալ, ուր պետք է գնաս, դու որտեղ ես, այդտեղ էլ կաս, ինչու պետք է գնաս, ոնց ինչու պետք է գնաս, քո մոտ այդ հարցը չի առաջանում, որովհետև քանի որ դու կենտրոն ես քեզ զգում, որտեղ դու ես, այնտեղ էլ կաս, քո համար առաջանում է մի հատ հարց, ինչպես, այսինքն եթե խնդիր է առաջանում, քո համար դա տեխնիկական հարց է լինում, ինչպես այդ խնդիրը, այդ խոչընդոտը հաղթահարել, խնդիրը լուծել, արգելքը շրջանցել կամ պետք է ջարդել, փոխաբերական իմաստով, էլի, կամ այնպես անել, որ ոչ մի արգելք էլ չլինի, որովհետև ասենք էդի տարբեր շերտեր է, ժողովուրդ ջան, արգելքը, ցանկացած արգելք կարելի է օգտագործել, ասենք, վառելիք է, էլի են, որ ասում, ասենք, ամեն ինչ էներգիա է, արգելքը էդի կուտակված, սխմված էներգիա է, այսինքն էդի ոնց որ, ասենք, դուք վառարանում ցախ չունեք վառելու, մեկ էլ մեկը ձեզի նվեր է բերել, պրես արած, ասենք, այդպես լավ վառելիք է բերել, նվեր է, էլի, իր համար դա խոչընդոտ է, ինքը որոշել է, որ քեզի ուզում է խանգարի, իսկ քո համար դա ընդամենը բան է, վառելանյութ է, էլի, ասենք, ու ասենք, ես էներգիայի մակարդակներից եմ խոսում, որ ասենք,
կարող է քչերն են ընկալում, թե ինչի մասին հիմա խոսացի, բայց ասենք ընդհանուր փոխաբերական, ասենք մի քիչ abstract վերլուծություն, գիտակցություն այդ շերտերին տիրապետող մարդիկ, անհատները կարող են ընկալել, թե ինչ ասեցի։ Թեկուզ տարբեր մակարդակներով, հարթություններով էական չի, ոնց կարողանում է։ Այդ ինչպես-ը, երբ որ դու կենտրոնում ես, էլ քո համար չի առաջանում ուր գնաս, կամ ինչու ես ապրում, քո համար այդ հարցը չի առաջանում, քո համար առաջանում է ինչպես, ինչպեսն էլ տեխնիկական հարց է, ու ասենք այստեղ առաջանում է երկու բան, ուղղություն կարող է լինել, հոգևոր և նյութական, այսինքն այդ ինչպես-ը, երբ որ դու քեզ կենտրոն ես զգում, դա կարող է խաբուսիկ տանել դեպի, ասենք, սուպեր-էգո կոչված, ոնց ասում են, տանել դրան, որ ասենք քո եսասիրությունը այնպես բան անի, ասենք այնպես չաղանա, որ ասենք դառնա այն ցմփորներից, որ խոսում ենք, այդպես չաղանա, ասենք ու էդի քեզի վնաս է տալու։ Թե քո կյանքում, այս աշխարհում, թե ընդհանրապես հոգևոր կյանքում դա վնաս է տալու։ Բայց դա վտանգ է, միանշանակ վտանգ է։ Այնպես որ այնպես չի, որ խոչընդոտներ չկան այդ ինչպեսի հետ կապված, բայց եթե դու դա անում ես ուրիշների համար, քո համար այդպես խնդիր չի առաջանում։ Եթե դու մտածում ես ուրիշներին օգնելու համար, դե ասենք ուրիշների մեջ հայրենիքն էլ է, չէ, ուրիշների մեջ մտնում, այտենց որ ասենք էգոյի մակարդակից նայես, ասենք հայրենիքը, չէ, ժողովուրդը տարբեր տեսակի մարդիկ կան, քո հայրենիքն է, մարդկությունը որպես ասենք արդարության գաղափարը, չէ, նույն բանը, ասենք այդ ինչպես է կարող է կանել արդարության պահպանման համար, որը ասենք ավելի վերազգային արժեք է, ու ավելի բարձր արժեք է։ Իմ համար օրինակ ազգայինը դա արդարությանը, արդար ապրելու նախասիրության ձևերից մեկն է, այսպես ասեմ, այսինքն տարբեր ազգեր տարբեր ձևով են ընկալում արդարությունը ու տարբեր ձևի իրենց մոտ ստացվում է, թե ինչպես իրենք անցնեն այդ ճանապարհը, դրա համար էլ ազգայինը այդքանով կարևոր է, բայց ասենք արդարությունը ավելի բարձր գաղափար է, վերմարտկային, ասենք ինքը վերազգային իրոք, ասենք դաժե անգամ վերմարտկային, որտեղ մենակ խո մարդկային աշխարհում չի արդարություն կոչվածը։ Ու ասենք հասկանում եք, մարդիկ այնքան են գետնի վրա ապրել, որ ասենք մոռացել են, թե իրենք էլ ինչ են կարողանում, էլ որտեղ են կարողանում ապրել։ Այդ հոգևոր կյանքի մասին, ասենք իրենց համար դա մնացել է ինչ-որ հեքիաթների մակարդակի, անորոշ, մշուշապատ, կրոնական, ասենք, sense բաներ, այսինքն մի բան, որը հստակ չի։ Ինչ անկում է ապրել, էլի, ես ասենք Կալի Յուգա է կոչվում այս ժամանակաշրջան, մութ խավարի ժամանակներն է, էլի, ասենք վեդայական ուսմունքով ու ասենք մարդիկ այնքան են խավարը պատել իրենց միտքը, խավարը պատել է, գիտակցությունը այնքան է նեղացել, փակվել, սառը, ընկել, որ ասենք նյութականից այնքով բան չեն տեսնում։ Իրանց համար դա բան է։ 3 անհայտով, 4 անհայտով հավասարում է, ասենք իրանք չգիտեն այդ ինչ է, որ ասում է հոգևոր սնունդ, ասում է այդ որն է խունկը, այդ վիճակի է ասել, էլի արդեն շատ սարսափելի անկում ապրել, բայց դա համամարտկային բան է, վիճակագրություն է, իսկ մենք խոսում ենք, ասենք կոնկրետ այս վիճակում հիմա ինձ ինչ էր հետաքրքրում, չէ՞, հարցերը որ բարձրացրի, որ հայ ազգի վիճակը, ասենք այս վիճակը ում դուրը կգա, որ հայի դուրն է գալի, չէ, հասարակ բան։ Նայում ես դուրը չի գալի ու հասկանում ես, որ մի քիչ խորն ես նայում, հասկանում ես, որ այս փոսից չեն էլ ուզում դուրս գան,
Դրա համար էս ամեն ինչը դրա համար ենք արծարծում, ժողովուրդ ջան, ու էլի հետ եմ գալի, շատ չխորանամ հետ ուղությամբ, որովհետև ինչքան խորանում ես, այնքան դժվար են ընկալում, թե դու ինչ ես ասում։ Ես պատկերացրեք, ամեն անգամ փորձում եմ զսպել ինձ, որ ասենք մի քիչ ավելի նյութական ոլորտներից խոսամ, որ կարողանամ վստահ լինել, որ ինձի գոնե որոշ զանգված հասկանում է։ Որովհետև ես խոչ չեմ խոսում խոսալու համար, խոսում եմ, որ օգտակար լինի։ Եթե օգտակար չի լինելու, խոսամ խոսալու համար, ասենք, այդքան էներգիա ես չէ ծախսում, որ խոսում ես։ Ասենք խոսում ես, լիքը մարդիկ քո դեմքը տեսնում են, էներգետիկա զգում են ու ասենք ինձի հենց այնպես դա ինչից էր պետք որ բացեի։ Խոսում եմ, որ մարդկանց ինչ-որ բանով օգտակար լինեմ, որովհետև եթե այն ինչ որ ես խոսում եմ, ես տեսնեի, որ ուրիշները խոսում են, ես չէի խոսա։ Այն ճանապարհը, որ ես տեսնում եմ դուրս գալու, եթե ես տեսնեի, որ ուրիշները տեսնում են, ասում են, ես չէի ասի, որովհետև այն ասում են, էլի։ Ասենք, լավ է, էլի։ Ճամփենը գիտեն, ձևնը գիտեն, անելու ձևն էլ գիտեն, տեսողություն էլ ունեն, ամեն ինչ լավ է, էլի, մենք կարամ նստեմ նայեմ։ Բայց զգում եմ, որ չի ստացվում, դրա համար փորձում եմ օգտակար լինել։ Էլի հետ գանք բուն էությանը խոսքի, ուրեմն այդ ինքներս մեծ կենտրոն տեսնելու առավելությունը ի՞նչն է։ Քո համար այդ ուր եւ ինչուն էլ չկա։ Շատ կարևոր բան է, մարդը եթե հասկանում է ինքը ինչու է ապրում եւ ինքը ուր է գնում, դա ամենալուրջ հարցն է։ Երբ որ դա հասկանում ես, էլ քո համար այդպես արևմուտք, արևելք, հարավ, հյուսիս, չգիտեմ, այդ հարցերը չի առաջանում։ Առաջանում է ինչպեսն էլ տեխնիկական հարց է, ասենք, ինչպես լուծել հերթական խնդիրները, արգելքները, խոչընդոտները, ասենք, տեխնիկական հարց է։ Մտածողությունը, իսկ այդ մտածողությունը, երբ որ մենակ քո մոտ խնդիր է առաջանում, ինչպես հոգեբանները կարող են խորանան դրա մեջ, իմ կարծիքով դա ինչպես է խնդիրը հեշտացնում լուծել, որտեվ երբ որ ուր եւ ինչուն չկա, կամ միայն ինչպես է, քո ամբողջ միտքը աշխատում է ինչպեսի վրա եւ իմ կարծիքով մարդու գիտակցությունը այնպիսի շնոր ունի, որ ինքը ասենք ոնց ասեմ, ոնց որ ինքնաբերաբար լուծում է տալի, ժամանակի մեջ արսենք լուծումը։ Ասենք խնդիրը դրվում է մի օր, երկու օր, նու նայած օրգանիզմ, այսպես ասած, կարող է 5 րոպե, մի րոպեում այդ հարցը լուծես, մի 30 վայրկյանում գտնես պատասխանը, կարող է մի ամսում գտնես, նայած ինչ հարց, նայած ինչ պատասխան, նայած ինչ խորություն, հարցը էդի չի, հարցը նա է, որ ասենք, երբ որ միայն ինչպեսն է առաջանում, մնում, քո համար այնքան հեշտ է, այդ կյանքի իմաստ, ասենք լիքը մարդիկ հիմա, որ խոսում են, ասենք խոսում են, կյանքի իմաստից են խոսում, չէ, ասենք մարդիկ պատկերացնում ես ինչքան դժբախտ են, իրանք չգիտեն խեն ապրում, սարսափելի բան է, հասկանում եք էդի, ասենք մարդը չգիտի ինքը խի ապրում, պետք է հեռուստատեսությամբ կամ ինտերնետով կամ գրքերի մեջ կարդա, որ հասկանա թե ինքը խի ապրում, էդի սարսափելի բան է, որ ասում է թշնամուս էլ չեմ ցանկանա, այդ վիճակի բան է, էլի խորությամբ, եթե ընկալենք, թե ինչ ապրումներ ունի այդ մարդը, որը չգիտի ինքը ինչի համար ապրում, սարսափելի բան է։ Հասկանում եք, կամ ասենք, եթե մարդը չգիտի, թե որն է իր կյանքում ամենաթանկ բանը, ամենակարևոր բանը, ասենք ինքը ցմբռնում է մի 10 ձև կա, ասենք ցուցակ է կազմում, այսինքն չի կարող ընկալի, թե իր համար առաջնայինը, երկրորդայինը, երրորդականը որն է։ Դա էլ տխուր պատմություն է։
Դրա համար այս մտածողությունը այդ կենտրոն զգալու մասին ոչ թե պետք է զարգացնի էգոն, այլ ոնց բացատրեմ, որ ասեմ ճիշտ լինի, նոր խոսալու մոտ մի բան արեցի, տեսա, օրինակ նայեք, երբ որ մարդը մեծ խնդիր է դնում իր առաջ, իսկ ուրիշների համար, երբ որ մարդը մի բան է ուզում անի, իր համար մեծ խնդիր է, ոնց որ նպատակ առաջանում, չէ, մարդը երբ որ մենակ իր համար է ապրում, դա բան է, էլի, ցենց էժան կյանք է, էլի, ոնց բացատրեմ, ասենք, մարդը որ ասենք հասարակության համար է ուզում մի բան անի, ինչ որ մի խումբ, ասենք, թեկուզ իր ցեղի, ասենք, չէ, փոքր, ասենք, ինչ որ ցեղախումբ, տոհում, չգիտեմ, կամ ազգ, ժողովուրդ, նայած, ոնց է ուզում հասկանա, էլի, ասենք այդ մակարդակները էլի ոչինչ, էլի, կամ ասենք կան, չէ, ինչ որ կրոնական խմբեր, բան, կամ մարդկության համար, այսինքն ինչքան մեծ է այդ ում համար, որ ինքը ուզում է ինչ-որ բան անի, այնքան իր արածի արժեքը բարձր է։ Ու երբ որ այդ արժեքը բարձրանում է, ընդլայնվում է այդ մենքը, այդ ում համար ես ուզում անես, չէ, այդ ժամանակ այդ եսասիրության վտանգը ինքը լուծվում է, որտեվ էգոն այնքան է մեծանում, ընդլայնվում, վերջում դեմա, որ էլ առանձին չկա, էլի, այդ մենք, նրանք, բան, այդ խնդիրը կորում է։ Ինքը ոնց որ ինքը փուչիկի նման պայթում է ու այդ խնդիրը վերանում է այդտեղ։ Որ էդ էի կիսա թողեցի դրան մի քիչ առաջ միտքը, այ դրա համար էլի, որ այդ պահը տեսա, դրա համար ցանկացա կիսվել։ Այդ երբ որ դա տեղի է ունենում, դրանից հետո էլ ուր ում ինչու այդ հարցերը չի առաջանում։ Մենակ ինչպես օգնել մարդկությանը, ինչպես օգնել պետությանը, ինչպես օգնել ժողովրդին, ինչպես կօգնել ազգին, հասարակությանը։ Այդպես էլի, ասենք։ Այսինքն իսկ երբ որ այդպիսի մտածողություն է գալի մարդու մոտ, հասկացողություն առաջանում, էլի, ինքը վստահություն է տալի։ Այն առումով, որ նախ որպեսզի դրան հասնես, պետք է գաս մի հատ մակարդակ կա, պետք է հասկանաս, առանց դրա երևի չի լինում, որ ամեն ինչ մտքով է։ Օրինակ շատ, ասենք, ովքեր ուսումնասիրել են, լսել են, չգիտեմ, այդ թեմաները հետաքրքրել են, շատ ուսմունքներում ասում են, որ այս կյանքը երազ է։ Այս կյանքը երազ է կամ ոմանք էլ ասում են Աստծո միտքն է, ու ճիշտ են ասում, այլ երբ որ դու գրքով ես դա հասկանում, դա այդքան էլ բան չի, խորը չի, բայց երբ որ քո մոտ դա տեղի ունենում այն մակարդակում, որ դա ապրում ես, դա արդեն էլ ապացուցնելու կարիք չի առաջանում, իսկ երբ որ դա տեղի է ունենում քո հետ, որ դու հասկանում ես, որ դե որ երազ է, կարաս փոխես, կարաս երազի վրա ազդես։ Հա, կարաս երազից դուրս գաս, բայց եթե երազի մեջ ես, կարաս փոխես ուրիշների համար, որտեվ ուրիշները չգիտեն, որ երազ է։ Իսկ քո համար էլ դա էլ արժեք չունի, որտեվ երազ է, ասենք, ոնց է, մարդը երազ է տեսնում, լավ երազ է, վատ երազ է, ասենք, քնից ելնում է, չէ՞։ Քնից ելնում եք, երազից որ արտանում եք, որ ասում եմ լավ երազ չտեսա, բայց արտանում ես մի քանի ակնթարթ է, մեկ էլ հասկանում ես, որ երազել այդ սաղ անցնում է այդ մեջի վախերը, անհանգստությունները, չէ՞, այդ հուզմունքը եւ այլ, որ այդ երազի մեջ տեղի էր ունեցել, մի քանի ակնթարթում հալվում է, գոլորշիանում է եւ վերանում է, որտեվ գիտակցում ես, որ երազ է։ Ի տարբերություն նրանց, ովքեր որ դա չեն ընկալում, իրանց համար չի գոլորշիանում, չի անհայտանում, որովհետև իրանց համար դա քարից էլ պինդ է։ Այդտեղ տարբերություն կա։ Դրա համար այդ որ ասում էի քրմեր են պետք, այդ քրմերը գիտեն մենակ
դե երազը ինչ բան է, որտեվ այդ ճանաչել Բրահմանը, ասենք դա ինչ է նշանակում։ Դա այնպես չի, որ դու տեսնում ես քեզ ու Բրահմանին ու ասենք բան, ճանաչում ես Բրահմանին։ Այդ տարբերակն է կա, բայց ես դրա հետ չէի։ Ճանաչել Բրահմանին դա այն է նշանակում, երբ որ մարդը ապրում է Բրահմանի վիճակը ներսից։ Տարբեր տևողություն կարող է ունենալ, բայց դա էական չի։ Եթե մարդը հասկանում է, թե ինքը ինչ է ապրում ու ինչ է ճանաչում, եթե ինքը ճանաչում է, դրա հեչ կապ չունի տևողությունը։ Նկ մարդիկ կան, որ կարող է օրերով, ժամերով, շաբաթներով այդ վիճակի մեջ ընկնեն, բայց գիտակցության պայծառությունը չի երիքում, որ հասկանան, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ ու քունները տանում են ու ասենք հետ են գալի, ոչ մի բան չի փոխվում։ Մարդ կարա լինի, որ ասենք մի շնչի, արտաշնչի արանքի տևողություն ապրի մի պահ, մի շունչ ու դա հերիք է, որ հասկանա, թե ինչ է կատարվում։ Հա, այդ դրա համար եմ ասում, որ քրմեր են անպետք։ Ու էլի, ասենք ուրիշ թեմաներից հետո կխոսանք, ես նայում եմ, որ կարճ դնեմ, մարդիկ է չհոգնեն, որտև ծանոթներից մեկը հատուկ խնդրել է, որ շատ երկար չդնեմ, ոչ թե որ հետարքիր չի կամ օգնում է, չէ, որ ասենք խնդրել է, որ շուշուտ դնեմ, տեսանյութեր, այսօր իրա խաթն եմ էլ է խոսում։ Հա, ողջույններս։ Մայիսյան Վասիլին Թիֆլիսում այսօր զանգել էր։ Երկար տարիների ընկերներ ենք։ Հա։ Այդպես ժողով ջան, ասենք այսօր մի քանի թեմաներով էլի տարբեր առանձին տեսանյութեր կզայնագրեմ, բայց ուզեցի սրանով սկսեմ, որովհետև շատ կարևոր է, սա հիմք է, ասենք բազիս է, էլի, էական նշանակություն ունի, երբ որ այդ կենտրոն տեսնելու այդ բանը քո մոտ էլ չի առաջացնում, որ ասում այդպիսի հիմար հարցեր չեն առաջանում, թե ուր գնանք, որ կողմ գնանք, կամ ում հետ գնանք, չէ, կարանք ոչ մի տեղ չգնանք ու вообще մենակ էլ լինենք ու մեր համար մենակ առաջանում է ինչպես, ինչպես մենակ լինել, ինչպես լավ լինել եւ այլ, ինչպես ուրիշներին օգնել, որտեվ ամենամեծ երջանկությունը, գիտեք որն է, որ կապ չունի, գիտեք ինչ մակարդակում, որ ուրիշին օգնում ես, ու զգում ես, որ ինքը իրան հաճելի է, գիտեք ինչ բավարարություն առաջանում, օրինակ ասենք փողոցի կենդանիներին, որ կերակրում ես, դες ինչ մի հատ մանրուք է, չէ, ասենք բոլորս փողոց ենք դուրս գալի, փողոցում կենդանիներ կան ատում, շներ, կատուներ, թռչուններ, չէ։ Ու ասենք, երբ որ դու այդ կերակույրը, որ ասենք դու կարաս այնց առանձնացնես, որ ասենք չթափես աղբը, տաս կենդանիներին կամ ասենք, եթե նեղություն չի, մի փոքր էլ ասենք խանութից հատուկ իրենց համար ինչ-որ կերակույր առնես եւ ասենք իրենց երբ որ կերակրում ես ու զգում ես իրենց այդ բավարարությունը, որ սոված էին կերան, չէ, ինչքան հաճելի է այդ պահը, ովքեր գիտեն ինչ եմ ասում։ Դա նույն բանն է, ոնց որ ծնողը մայրը երեխուն կերակրի, այդ դրա նման բան է, այդ աշկերի արտահայտությունը։ Հա, այսինքն, տես
կարող ես ամբողջ ազգերի մարդկության օգնես ու կարող ես մի հատ հասարակ կենդանու կերակրես, նույն բավարարությունն է, որովհետև մեր հասարակությունը այնքան է պնդացե, քարացե, չորացե, որ չի զգում, փողոցի կենդանու ցավը չի զգում սրտի, ասենք հիմա կարողա չհասկանան էլ ինչ ասացի, որովհետև սիրտ ունեն, չէ՞ որ ապրում են, այդ սիրտն էլ նույն ձևի զգացողություններ ունի, հա, չեն կարող բառերով արտահայտեն, բայց համար այդ ինչպես հարցը որ առաջանում է, երբ որ դու քեզ կենտրոն ես տեսնում, հա, վտանգ կա, որ էգոիզմը կարող է բանանի, բայց ես ասեմ, հիմա այս 25-26 րոպեն խոսալու ընթացքում այդ հարցի լուծումներ տրվեց, որովհետև վերեց ինքնաբերաբար խոսակցությունը եկավ նրան, որ այդ խորությամբ էգոն չի էլ զարգանա, եթե ուրիշների մասին չմտածի մարդը։ Իսկ եթե զարգանա, դրանց հետո տրաքելու է, ու ասենք էդի վտանգ չի ներկայացնում։ Էլ եմ ասում, դառնում է վառելիք։ Ինչքան չաղեգո քցես խարուկի վրա, այնքան լավ է ճճտում։ Լավ լույս է տալի, տաքություն է տալի բոլորին։ Օգնում է, էլի, այսինքն անգամ դա կարող ես այդպես օգտագործես, խնդիր չի։ Սա վերջացնեմ, հետո էլի կշարունակեմ։ Լավ ելեք ժողով ջան։